Սուրբ Էջմիածնի մայր տաճարը կառուցվել է դեռևս 4-րդ դարի սկզբին։ Ագաթանկեղոս պատմիչը նշում է, որ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի համաձայն է ընտրվել վայրը եւ կառուցման տրամաբանությունը, եւ շինարարությունը իրականացվել է 302-ից 303 թվականներին։ Սկզբնական շրջանում սրբազան ավանդությունը ներկայացնում էր, որ հրեշտակի ցույց տված վայրում է կառուցվելու եկեղեցին, որտեղ փաստորեն խաչի նշանով ցույց էր տրվել Գրիգոր Լուսավորչին տեսիլքում։ Ավանդությունը նաև հետարքիր ձևով ներկայացնում է, որ այստեղ նաև Տրթատ թագավորը դերակատարություն ունի, որ առաջին քարերը, առաջին որմերը նա բերել է հայերի համար եւ նաև համաքրիստոնեական ընկալումների համար սրբազան համարվող Արարատ լեռի։ Հետագայում մենք տեսնում ենք, որ այս ավանդությունը հարստացվել է ավելի հետաքրքիր դրվագով, պարզում է, որ Աստծո միածին որդին Հիսուս Քրիստոս ինքը տեսիլքում ի հայտ է եկել, Հիսուս Քրիստոս իր կերպարանքով իջել է ոսկե մուրճով ցույց է տվել այն վայրը, որտեղ պետք է կառուցվի եկեղեցին եւ նաեւ տվել է պատկերը այդ եկեղեցում։ Եվ ահա հենց այս տրամաբանությամբ ստացվում է, որ Գրիգոր Լուսավորիչը ընտրել է այդ վայրը եւ այդտեղ կառուցել եկեղեցին։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։